Արցախի նախկին ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձում նշել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքով իրենց այնտեղ պահվելու ժամկետը կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումից, ինչի վերաբերյալ նա զարմանք է արտահայտել, հարց բարձրացնելով, թե ինչպես կարող է իրենց վերադարձը չցանկանալու իրավիճակ ձևավորել։ Այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է։ Ցավոք զարգացումները եւ այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղ ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի, պարզապես պիտի ասեմ բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով եւ ում, այսպես ասած, գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Ինչևէ, 3 տարի է, մենք այստեղ ենք, մոտավորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Ես պիտի առիթ օգտագործեմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն։ Այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք եւ անմիջական պետք է վերադառնանք մեր ընտանիքների։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, եթե Հայաստանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը, Ռուսաստանը կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ չեղարկել Հայաստանի հետ 2013 թվականի համաձայնագիրը։ Համապատասխան պաշտոնական նամակը փոխանցվել է հայկական կողմին, սա դիտարկվում է որպես քաղաքական ազդակ կապված Հայաստանի եվրոպական ինտեգրման հնարավոր խորացման հետ։ 2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է հանձնել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որում տեղեկացնում է, որ եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Ռուսական կողմի պնդմամբ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ եւ առաջիկա Աստանայի գագաթնաժողովին կմասնակցի աշխատանքային ձևաչափով։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի ներքաղաքական զբաղվածության պատճառով բարձրագույն մակարդակի մասնակցություն կարող է չլինել։ Պեսկովը ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Եվրամիության հետ ինտեգրման ուղու ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, սակայն այդ գործընթացը ըստ Մոսկվայի գնահատականի պահանջում է պարզաբանումներ, քանի որ երկու ուղղությունները կարող են դիտվել որպես փոխլրացնող, ոչ համատեղելի։ Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Պուտին-Փաշինյան մոտակա հանդիպում չի նախատեսվում։ Также мы слышали заявление армянского руководства о том, что որևէ մեկը չի կարող համոզել Հայաստանին, հատկապես որ նրանք արդեն օրենսդրորեն են կողմնորոշվել այդ ուղղությամբ, բայց իհարկե որոշակի պարզաբանումներ անհրաժեշտ կլինեն։ Մենք չէ որ պետք է դատենք, թե ինչ դիվիդենդներ կարող է բերել Հայաստանին եվրաինտեգրումը, սակայն հենց մենք կարող ենք փաստել այն դիվիդենդները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց։ Տարեկան մի քանի տոկոսային կետով կայուն զարգացում եւ հնայի աճ ԵԱՏՄ-ն ապահովում է։ Արդյոք դա կապահովի ԵՄ-ն։ Դե դա հավանաբար հայերը պետք է որոշեն, ոչ թե մենք։ ԵՄ անդամակցությունն այնպիսի բան է, որ մի կողմից յուրաքանչյուր երկրի թվում է, թե այն մոտ է, բայց Թուրքիայի օրինակով շատ լավ գիտեմ, այդ գազարը արդեն տասնամյակներ շարունակ պահում են Թուրքիայի առաջ, եւ այն ոչ մի կերպ չի մոտենում։ Թվում է, թե ահա հիմա եւ ոչինչ տեղի չի ունենում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներ չեն քննարկվում, քանի որ նման որոշումների համար անհրաժեշտ է անդամ երկրների կոնսենսուս, իսկ Հայաստանը ըստ նրա չի պատրաստվում դուրս գալ միությունից։ там говорят о стремлении
сблизиться с Европейским Союзом. Ուստի բնականաբար հայերը շատ լավ են հասկանում այն առավելությունները, որոնք իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ չեն ցանկանում դուրս գալ։ Այդ հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել Եվրամիության հետ մերձեցումն ու այդ միությանը անդամակցելը։ Բոլորն էլ հասկանում են, որ դա անհամատեղելի է։ Սա նոր իրավիճակ է եւ այն անհրաժեշտ է գնահատել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ընտրության հնարավորություն ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև եւ այդ որոշումը պետք է կայացնի քաղաքացին։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլ ընտրանք։ Պետք է ունենա այլ ընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլ ընտրանքներ եւ դուք ունեք այլ ընտրանքներ։ Եվ ես ուզում եմ ասել, այն մեր գործընկերները, ովքեր սրանց սպառնալիքով են պատասխանում թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում։ Որովհետեւ իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին։ Ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Լսեք, անտրամաբանական է եւ էտել ուրիշ բան է, ուրիշ տրամաբանություն, անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետեւ թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Վահե Հովհաննիսյանը քննադատում է քաղաքական հռետորաբանության ներկայիս մակարդակը, այն համեմատելով Ռուանդայում ատելության ռադիոյի պատմական օրինակին, որը կապված է զանգվածային բռնությունների նախադրյալների հետ։ Նրա հիմնական մտահոգությունը այն է, որ հասարակական դաշտում տարածվող ատելության, մեղադրանքների եւ փոխադարձ թշնամանքի լեզուն խորացնում է ներքաղաքական բևեռացումը եւ խոչընդոտում ծրագրային կառուցողական քննարկումները։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։ Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում։ Երկրի առաջին դեմքերը Խոդորկովսկիների եւ Նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։ Ում ես քվյարկելու հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում, որ ինչ, այս տրամաբանությամբ ուր ենք գնում, ուր ենք հասնելու, արդեն չգիտես ում հետ քննարկես նման հարցեր։ Երկրի 4 կողմը լարվածություն է, իսկ ներսում աննորմալ դեգրադացիա։ Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը քննադատում է վարչապետ Փաշինյանի նախընտրական վարքագիծը, այն բնորոշելով որպես քաղաքական ինքնապաշտպանություն եւ PR-ի վրա կենտրոնացած գործողությունների շարք։ Նրա խոսքով քարոզարշավում օգտագործվում են կոշտ քաղաքական թեզեր, ներառյալ հիբրիդային պատերազմի, գործակալների բացահայտման եւ ներքաղաքական թշնամանքի թեմաները, ինչը ըստ հեղինակի խորացնում է հասարակական լարվածությունը։ Մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսով 3 պատերազմ բերած եւ բոլոր դեպքերում բացարձակ պարտություն կրած իշխանությունը նոր սպառազինություն ներկայացնելու պատրվակով փորձում է ցուցադրել հզոր բանակ կառուցելու իր ենթադրյալ հաջողությունը եւ այդ ամենը ընդամենը 1 օրվա համար մի քանի լրացուցիչ քվե ապահովելու ակնկալիքով։ Մայիսի 28-ին փոքրիկ խմբակի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով կհրապարակեն հզոր բանակ ենք ստեղծել, կեցե Նիկոլ Փաշինյանը եւ նմանատիպ կարգախոսներ։ Իսկ արդեն մայիսի 29-ից նույն իշխանավորներն արագ կմոռանան հզոր լինելու իրենց պաթոսախառը հայտարարություններն ու կվերադառնան պատերազմի սպառնալիքի հռետորաբանությանը, շարունակելով վախի մթնոլորտ տարածել ընտրողների շրջանում։ Հետևաբար, ում է պետք այս խեղկատակությունը։ Դե իհարկե, միայն Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել հետ հակամարտության շրջանում, տարածաշրջանում առկա իրավիճակի եւ իրողությունների նախկին ներքին տեղահանված անձանց իրենց տներ արժանապատիվ վերադարձը ապահովելուն ուղղված վերակառուցման եւ շինարարական աշխատանքների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների եւ տարածաշրջանում ականազերծման սպառնալիքի վերաբերյալ։
Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը խորացնում են գործընկերությունը տարածաշրջանային տրանսպորտի, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում նպատակ ունենալով ամրապնդել ռազմավարական կապերը, գրել է ԱՄՆ նախագահը առաջին հանրապետության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձում։ Ըստ Դոնալդ Թրամփի 2025-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո կողմերը ակտիվացրել են համագործակցությունը, որի շրջանակում ստորագրվել է ռազմավարական գործընկերության խարտիա։ Նա նաեւ ընդգծել է Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը հարաբերությունների շարունակական զարգացմամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ փոխվել է Հայաստանի բանակի զինանշանը հիմնավորմամբ, որ նախկին տարբերակում եղել են գաղափարական եւ խորհրդանշական խնդիրներ։ Նոր զինանշանի կենտրոնական կերպարը, արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը եւ ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի եւ կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության եւ իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի, հովանու եւ պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական 8-թև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աչում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։ Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են։